Հռոմի պապը կաշառակեր, Դեմ Բիլզերյանը զենքի մատակարար, իսկ համայն հայությունն էլ Ադրբեջանի դեմ համաշխարհային դավադրության առաջամարտիկ։ Սրանք ադրբեջանական քարոզչության կողմից ամեն օր լրատվական դաշտ ներարկվող ապատեղեկատվության օրինակներից ընդամենը մի քանիսն են։ Բաքվի ագիտպրոպի պատասխանատուների մտքի նման փայլատակումները հատկապես ակտիվանում են հակամարտության սրման օրերին եւ ապրիլի 24-ից առաջ ու հետո։ Դեռ նախորդ տարի, երբ ամբողջ քաղաքակիրթ աշխարհը միացել էր հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի հիշատակման միջոցառումներին, ադրբեջանական կայքերը տեղեկություն տարածեցին, իբր հայ ազգի միլիարդատեր Քրքորյանը 25 միլիարդ դոլար կաշառք է տվել Հռոմի պապին, որպեսի վերջինս ճանաչի հայոց ցեղասպանությունը։ Հետաքրքրական է, որ ցանկացած տարաճանաչ մարդուց մեծ ջանք չէր պահանջվի համընդհանուր հասանելի ռեսուրսներից ստուգել եւ իմանալ, որ Վատիկանը հայոց ցեղասպանությունը ճանաչել է դեռ 2000 թվականին, իսկ երջանկահիշատակ Քրքորյանի կարողությունը մահվան պահին կազմում էր ընդամենը 3.3 միլիարդ դոլար։ Հարևանների քարոզչական գլուխգործոցներից եւս մեկ օրինակ։ Միլիոնատեր Դեն Բիլզերյանը զինում է իրենց խոսքով Ղարաբաղցի անջատողականներին։ Կայքի հոդվածագիրը չի զլանում եւ մեջբերում է հայերի երախտագիտության երևակայական ինչ-որ խոսքեր, որը վերցրել է ինչ-որ անհայտ ֆորումից։ Շնորհակալ ենք Դեն Բիլզերյանին, որ Արցախի բանակին օգնում է սպառազինությամբ։ Վերջերս նա 30 հատ M82 բարետ եւ 50 հատ M11 դիպուկահարերացան, ինչպես նաեւ գիշերային տեսանելիության սարքեր է ուղարկել։ Աշխարհի հայության ամենակարող լինելու միտքը ադրբեջանցիների մոտ իրենց իսկ իշխանությունների թեթև ձեռքով հետսհետե վերածվում է հետապնդվողի զանգվածային մոլուցքի։ Հետապնդվելու մոլուցք։ Հիվանդին թվում է, թե ինչ-որ մեկը կամ ինչ-որ խումբ հետապնդում է իրեն, լրտեսում է, տանջում, փորձում է թալանել կամ սպանել։ Հայերից վախենալու պատվաստանյութը ադրբեջանցիների մեջ ներարկվում է դեռ մանկապարտեզից։ Նույն քաղաքականությունը ժամանակին որդեգրել էր նաև Ադոլֆ Հիտլերը, երբ ստեղծում էր նացիոնալ-սոցիալիստական կուսակցության երիտասարդական կառույցը Հիտլեր-Յուգենտը։ Ալիևյան կլանը իր հերթին ստեղծում են բանականությունից զուրկ իր կառույցը Հեյդար-Յուգենտը։ Ադրբեջանում արկա իրականությունը կարելի է բնորոշել բժշկագիտական մեկ այլ տերմինով՝ զանգվածային փսիխոզ։ Զանգվածային փսիխոզ, հոգեկան հիվանդություն, որի հիմքում ընկած է ընդօրինակումը եւ ներշնչանքը։ Դրանով համակվում է կոլեկտիվը կամ մարդկանց խումբը, ինչի հետևանքով մարդ կորցնում է առողջ տատելու ունակությունը։ Ադրբեջանական պրոպագանդայի հաջորդ թիրախը դարձավ TV-C հեռուստաալիքի Պրավը Գոլոսը հաղորդման մեկնաբան Ռոման Բաբայանը։ Ադրբեջանցիներին այս անգամ զայրացրել էր այն, որ Արցախյան հակամարտության շուրջ հեռուստաբանավեճը Բաբայանը իբր թե սուբյեկտիվ դիրքերից է վարել։ Այսօր նա գերադասում է ռուսական հեռուստատեսությունում լինել հայկական պրոպագանդիստ, իսկ մոռանալով պրոֆեսիոնալ այնպիսի հատկանիշների մասին, ինչպիսիք են ազնվությունը, օբյեկտիվությունն ու սկզբունքայնությունը։ Այնինչ բոլոր նրանք, ովքեր դիտել են հաղորդումը, ոչ մի կողմնապահություն չեն նկատել։ Ադրբեջանական կայքի հոդվածագիրը նաև նշում է, որ նախկին Բաքվեցի Ռոմանը դեռ մի քանի տարի առաջ երկու երկրների միջև խաղաղություն էր քարոզում, իսկ այնուհետև նույն հոդվածագիրը զայրացած ավելացնում է։ Այո, հայերը ցանկանում են վերադառնալ Բաքու, սակայն նրանք ցանկանում են նախկին Բաքուն, որտեղ իրենք փաստացիորեն արտոնյալ կարգավիճակ ունեին եւ որտեղ ադրբեջաներենով խոսելը հետամնացության նշան էր։ Հոդվածագիրը հավանաբար հիշում է դեռ 90-ականներին տարածված անեկդոտը, երբ հայերը հեռացան Բաքվից, քաղաքը հայտնվեց կենդանիների աշխարհում։ Վարդան Հովսեփյան, Հայլուր։